Աստված փորձություններ ուղարկեց։ Սուրբ նահատակների ինչ էին խնդրում, ուզում էին հանուն Տիրոջ նահատակվել։ Եվ ոչ թե փորձությունների վերացում են խնդրում, այլ համբերություն են խնդրում։ Համբերություն, այն համբերողություն, որպեսզի կարողանան այդ փորձությունների մեջ դիմանալ։ Սերը այրվելու հատկություն ունի, սերը զոհաբերությունը։ Ավելի մեծ սեր չկա, քան մեկ իր կյանքը զոհաբերի իր բարեկամի համար։ Սեր ուզում ենք զոհաբերվի, այրվի։ Հա? Եթե մենք ուզում ենք Տիրոջ սերը մեր մեջ լինի, պետք է կյանքի փորձառությամբ հասունացնենք այդ սիրո զոհաբերությունը։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները կպահեք։ Բայց պատվիրանապահություն դա սիրո սկիզբն է։ Սիրո ավարտը զոհաբերությունն է, նահատակությունը հանուն Քրիստոսի։ Պատվիրանապահություններով սկսում ենք, համբերատարությամբ զինվում ենք, հա, ու ընթացք ենք ունեցում։ Տեսնեք, քարը երբ որ սարի գագաթից գցում է, սկզբում ինչքան դանդաղ է գնում, չէ՞։ Բայց ինչքան մի հատ գնդակ սարի գագաթից գցի, սկզբում դանդաղ է գնում, հետո գնում ուժողում վերջում շատ արագ է։ Սարի գագաթը մեր քրիստոնեական կյանքի սկիզբն է։ Նորադարձ քրիստոնեությունն է։ Սկզբում դանդաղ, կամաց, բայց որքան որ մոտենում աստորոտին, այսինքն կյանքի ավարտին ժամանակ է ուժեղանում։ Սերը բազմապատկում է վերջում։ Հոգևոր սերը ինքը բնականon ընթացք է, հասունություն ունի, կամաց աճում է, Աստծո հանդեպ սերը, վերջում է ուժեղանում։ Տես, առաքյալները 3 տարի Քրիստոսի հետ եղան, բայց սայթաքում էին անընդհատ։